Եթերում Impulse podcast-ն է, բարև ձեզ հեռուստադիտող բարեկամներ, այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք Հեց Դեբետ մասնաճյուղի տնօրեն Տիգրան Հովսեփյանին։ Շնորհակալություն, պարոն Հովսեփյան, որ ընդունել եք մեր հրավերը եւ այսօր մեր տաղավարում եք։ Պարոն Հովսեփյան, գաղտնիք չէ, որ ձեր նշանակումը ինչ որ առումով, այսպես քաղաքական որոշումների, քաղաքական իրադարձությունների, ներքաղաքական արդյունքում էր, բայց դուք մարդ եք Հայաստանի Հանրապետության քաղաքացի, կրթված մարդ, որը ինչ որ միջավայրում է հայտնվել, որտեղ երբեք չէիք էլ աշխատել ոլորտում, ինչպես ձեզ գտաք նոր միջավայրում, նոր մասնագիտության մեջ կամ նոր գործի մեջ դժվարություններ եղան եւ կան արդյոք մինչեւ հիմա։ Շնորհակալ եմ Տիգրան Ավետիսյան, ողջունում եմ ձեզ եմ շնորհակալ հրավերի համար, հաճելի է լսել լավ խոսքեր ձեզանից։ Ինչ վերաբերվում է մասնագիտական եւ ոլորտային փոփոխությանը, իհարկե դժվար էր սկզբում, պատկերացնելն անգամ դժվար էր, որովհետեւ էներգետիկ համակարգում աշխատանքային փորձ չունենալով գուցեև պատկերացումներն աշխատանքի մասին մի քիչ դժվար էին թվում, բայց աշխատելով ղեկավար կազմերում եւ մարզպետարանում եւ վերջին աշխատավայրը պետական վերահսկողական ծառայությունում ղեկավար կազմում աշխատելով կառավարչական փորձը հավանաբար օգնեց ինձ շուտ ինտեգրվել աշխատանքային process-ների մեջ։ Էներգետիկ մասով մասնագետների հետ համագործակցության արդյունքում ինքս փորձելով հասկանալ ինչպես է աշխատում ենթակառուցվածքը, ավելի արագ ստացվեց ինտեգրումը, որը որ իհարկե լավ խթան է հետագա աշխատանքներն ավելի լավ կազմակերպելու եւ ավելի կազմակերպված եւ համակարգված արդյունքներ ստանալու համար։ Այսինքն այն, որ դուք մենեջմենթին լավ տիրապետում եք, դա արդեն իսկ շատ կարևոր է ցանկացած ոլորտում կազմակերպելու համար, հա, ճիշտ եմ հասկանում։ Միանշանակ կազմակերպվածությունը, կարգապահությունը եւ կառավարչական մոտեցումները ուղիղ ազդեցություն ունեն աշխատանքի արդյունքի վրա, որի վրա էլ մեծ շեշտ ի սկզբանե դրեցի եւ տեսականորեն հնարավոր բարդ ժամանակներում տեսականորեն հնարավոր խոչընդոտները, որոնք որ կարող էին լինել, ինչպես տեսանք չեղան եւ հաջողությամբ անցումային փուլը հաղթահարեցինք եւ բնականon հունի անցանք, աշխատանքային բնականon հունի։ Ինչ համակարգային սխալներ, թերություններ եք ժառանգել նախկին ղեկավարությունից, կան արդյոք այդպիսիք եւ ինչպես եք փորձել լուծել դրանք։ Ժառանգել ենք համակարգ, որտեղ խնդիրներն առաջին իսկ քայլից ակնհայտ էին, գոնե թե ինձ համար զուտ վերոնշյալ կոնտեքստում, որովհետև այն խնդիրները, որոնք որ հենց առաջին իսկ պահից նկատեցինք, դրանք աշխատանքային գործունեության համակարգվածության վերաբերյալ էին, դրանք պատասխանատվությունների բաշխման հստակ սահմանազատման վերաբերյալ էին, դրանք ինֆորմացիայի խոսքերի դանդաղության վերաբերյալ էին, դրանք խնդիրների արձագանքման արագության վերաբերյալ էին եւ այդ խնդիրների մասով, այո, ժառանգել ենք մի համակարգ, որտեղ գործառույթները մեծ մասով եւ որոշակի առումով կարելի է ասել, առանձնացված էին գործում, չհամագործակցելով անգամ այն գործառույթների կամ անգամ այն աշխատակիցների հետ, ովքեր ուղիղ կապ էին ունենում հենց նույն խնդիրը լուծելու հետ։ Այս մասով իհարկե փոփոխություններ արել են եւ հստակ հանձնարարականներ կան, որ բոլոր այն աշխատակիցները, ովքեր կոմպետենտ են եւ զբաղվում են կոնկրետ հարցով, անկախ պաշտոնի անձնագրով սահմանված իրենց պատասխանատվության սահմանից, միևնույնն է, խնդրի լուծման ամբողջ process-ում պիտի ինտեգրված լինեն եւ տեղյակ լինեն այդ խնդրի լուծման սկզբից, ընթացքից եւ մինչեւ ավարտ։ Պարոն Հովսեփյան, ձեր գնահատմամբ արդյոք Հեց Դեբետ մասնաճյուղի խնդիրները, բնականաբար դուք արդեն իսկ արձանագրել եք խնդիրներ, նախկին ղեկավարության պատճառով են, թե ասենք հնացած ցանցերի, տեխնիկական միջոցների, որոնք են հիմնական պատճառները, որ ստեղծել են դժվարություններ եւ որոնց փորձում եք լուծել։
Գիտեք, կառավարչական գործիքակազմի արդիականացման կամ մոտեցումների նորարարացման անհրաժեշտություն է եղել եւ տեխնիկական վերազինման անհրաժեշտություն է։ Իմ կարծիքով այս խնդիրները իրար համակցված են եւ մեկի բացակայությունը խորացրել է մյուսի առավել ակնհայտ եւ ցայտուն լինելու հանգամանքը, սակայն ժամանակին կայացրած որոշումները այժմ խանգարում են այնքանով, որ այդ որոշումները եւ խնդիրների լուծումը հիմնականում իրականացվել են տեղային եւ կարճաժամկետ սկզբունքների հիման վրա։ Այսինքն խնդիրներ, որոնք հնարավոր էր լուծել ավելի երկարաժամկետում, լուծվել են կարճաժամկետում եւ տեղափոխվել են ապագա։ Նման վայրերում նման խնդիրները հիմա նորից կրկնվում են եւ տրամաբանական այդ խնդիրների կրկնվելը։ Դուք խոսում եք որոշումներից, արդյոք եղել են որոշումներ, որոնք ձախողել են եւ դուք հիմա արդեն չեք կարող լուծել։ Չէ, անլուծելի խնդիրներ չկան, պարզապես բոլոր խնդիրների լուծումը այժմ պահանջում են ժամանակ մի քիչ եւ իհարկե կան խնդիրներ, որոնց լուծումը նաեւ գործիքակազմ է պահանջում, այդ գործիքակազմը ավելի գլոբալ առումով հասանելի կլինի եւ այս ընդհանուր process-ը եւ գործընթացը իր ավարտուն տեսքին հասնի, այդ ժամանակ հնարավոր կլինի այդ գործիքակազմը կիրառելով լուծել այդ խնդիրները։ 5 ամսվա մեջ ղեկավար, աշխատակազմ հարաբերություններում ի՞նչն է փոխվել։ Փոխվել է, կարծում եմ, շատ բան, որտեղ դա ակնհայտ է այն աշխատակիցների հետ շփման մեջ, որ ես ունեմ։ Ես ողջագրել եմ շատ հստակ, շատ պարզ, բաց հաղորդակցության ձևաչափը եւ սկզբունքը, որովհետեւ առաջին իսկ օրվանից, երբ իմ մոտեցումները փորձեցի իմ աշխատակազմին ներկայացնել, թվում էր եւ դժվար է, երբ հակադարձ իմպուլսն էլ գալիս էր նրանով, որ միգուցեև ժամանակի սղության կամ ֆիզիկապես չհասցնելու արդյունքում չկարողանանք ծանոթանալ բոլոր աշխատակիցների հետ, բայց ես ընտրել եմ այդ սկզբունքը եւ թեպետ եւ դեպետ մասնաճյուղը մոտ 700 աշխատակից ունի, բայց ես որդեգրել եմ այն սկզբունքը, որ բոլոր աշխատակիցներին անձնապես ես պետք է ճանաչեմ եւ գնում եմ այդ ուղղությամբ եւ իմ աշխատանքային օրակարգում անպայման հատկացնում եմ մի այնպիսի ժամանակ, որ բոլոր աշխատակիցների հետ հասցնեմ ծանոթանամ։ Դրանք կամ ինձ մոտ ընդունելով են լինում աշխատանքային տարբեր խմբեր, խմբի ղեկավարի գլխավորությամբ, կամ անձամբ շրջայցեր եմ կատարում, ծանոթանում եմ աշխատակիցների հետ, լսում եմ իրենց, աշխատակիցը պետք է կարևորի իր դերը, իր աշխատանքի պատասխանատվությունը եւ նաեւ պետք է օգտվի իմ կարծիքով լսված լինելու իր իրավունքից։ Ես դա շատ կարևոր եմ համարում, որովհետեւ ղեկավարել այսքան մեծ աշխատակազմ, բայց չիմանալ աշխատակազմի եւ քո գործընկերների խնդիրները, կարծում եմ դժվար է, որովհետեւ շատ հաճախ հենց այդ խնդիրները կարող են խանգարել մարդուն ավելի պրոդուկտիվ աշխատել։ Իսկ ես բաց եմ այդ խնդիրները լսելու համար եւ ես բոլոր աշխատակիցներին հորդորում եմ, որ նման խնդիրներով, այն խնդիրներով, որոնք հնարավոր է լուծել գոնե թե իմ հնարավորությունների շրջանակներում, դիմել ինձ եւ այդ տրամաբանությամբ ձևավորել թիմային գաղափար։ Ու ոնց որ թե ստացվում է։ Պարոն Հովսեփյան, եկեք մի քիչ բնակիչներից խոսանք։ Ինչ եք կարծում, բնակիչները զգացել են, որ փոփոխություն է տեղի ունեցել, սպառողները ավելի շատ, ոչ միայն բնակիչները, նաև ընդհանուր սպառողները, կազմակերպությունները, հիմնարկները, ինչն է փոխվել, եթե փոխվել է նրանց առօրյայում կապված էլեկտրաէներգիայի մատակարարման հետ։ Ես կարծում եմ փոխվել է եւ այդ դրական իմպուլսները ստանում ենք բնակչությունից, շատ հաճախ հարցնում են ինչ փոփոխություններ են արել, ինչ ներդրումային ծրագրեր ենք բերել, որ անջատումների հաճախականությունը քչացել է, նվազել է կամ վթարավերականգնողական աշխատանքների արձագանքման արագությունն է մեծացել։ Այս խիստ ներդրումային ծրագրերով որևէ բան չենք իրականացրել, մոտեցումներն ենք փոխել։ Ես կարծում եմ այս կառույցի ենթակառուցվածքային այս տրամաբանության մեջ սպառողների գոհունակությունը ամենակարևորներից է եւ մեր գործողությունները միտված են հենց առաջնային դրան, որ մեր բնակչությունը գոհ լինի, ապահովենք ավելի անվտանգ, ավելի կայուն էլեկտրամատակարարում
եւ սպառողների գոհունակությունը կարծում եմ թե զգում ենք բոլորս, էլի որպես սպառող։ Այս հաջողությունները վերագրվում է այն թիմին, որը եւ նախկինում էր աշխատում եւ այսօր ձեզ հետ իրենց միջոցով հաջողությունը չգիտեմ, միշտ շատ տերեր է ունենում, պարտությունն ու ձախողումն է անտեր, կարծում եմ։ Չգիտեմ ում կվերաբերի կամ ում կվերագրվի։ Այսինքն դուք նույն թիմի հետ եք աշխատում, նույն 700 աշխատակիցները գալիս են նախկինից։ Նախկին ժամանակաշրջանից էլ ունենք աշխատակիցներ, ովքեր մնացել են, ունենք նոր ժամանակներում նոր ձևավորված այս վերջին իմ նշանակումից հետո ձևավորված թիմ նաև աշխատում ենք միասին, տրամաբանությունը մոտեցման այն է, որ հին ժամանակների աշխատակիցների չառանձնացնենք նոր ընդունված աշխատակիցներից, սկզբունքը դրված է, որ աշխատանքը պետք է լինի թիմային, եւ այդ ձախողումներն ու հաջողությունները պետք է վերագրվեն բոլորիս թիմին։ Եկեք ենթակառուցվածքներից խոսենք, որքան է լավ աշխատանք, լավ մենեջմենտ, լավ թիմ, բայց ենթակառուցվածքները բավականաչափ խնդրահարույց են, չէ՞, հնացված փոփոխությունների նորամուծությունների կարիք կա, այս մասին ինչ կասեք ներդրումների։ Ցավոք սրտի պետք է այո փաստենք, որ ենթակառուցվածքները շատ հնացած վիճակում են եւ անջատումների եւ վթարների ամենագլխավոր պատճառը հենց հանդիսանում է դա։ Ներդրումային ծրագրերի խիստ անհրաժեշտություն կա, այդ իսկ պատճառով ժամանակավոր կառավարչի հստակ որոշմամբ 2026 թվականի ներդրումային ծրագրերի տոկոսային հարաբերակցության մեջ կիրականացվի ռևերս, այսինքն այն ներդրումային ծրագրերը, որոնք պիտի իրականացվեին կամ գուցե մասամբ իրականացվել են, 70%-ն իրականացվել է քաղաքամար Երևանում, 30%-ը մարզերում։ Հիմա պարոն Պետրոսյանի որոշմամբ այդ ներդրումային ծրագրերը ռևերս կարվեն եւ 70%-ը ներդրումային ծրագրերի կիրականացվեն մարզերում։ Ներդրումային ծրագրերն իրենց մեջ ներառում են եւ ենթակայանների, եւ հաղորդալարերի, եւ մալուխների, հենասյուների վերականգնում, վերակառուցում, վերազինում, ինչպես նաեւ ներառել ենք այդ ներդրումային ծրագրերի մեջ նաեւ շքամուտքերի բարեկարգում, որովհետեւ ծայրահեղ վատ վիճակում են գտնվում, ինքս էլ շատ հաճախ այցեր եմ կատարում, բացի այդ բնակիչ եմ քաղաքի եւ շատ լավ տիրապետում եմ այդ շքամուտքերի վիճակին եւ դա կարևորություն եմ տալիս նաեւ դրա լուծմանը։ Ճիշտ է, միանգամից այդ խնդիրները չեն լուծի, որովհետեւ կուտակված են, բայց հուսով եմ առաջիկ 2026 թվականի առաջի եռամսյակում ներդրումային ծրագրերը արդեն լորոմարս կհասնեն։ Ներդրումային ծրագրերը, այսինքն ներդրումները պետական բյուջեի միջոցներով կարվեն, թե միջազգային կամ ինչ-որ կազմակերպություններ, ինչ-որ մարդիկ ներդրումներ կանեն։ Առաջիկայում միջազգային կամ պետական միջամտությամբ ներդրումային ծրագրերը դեռ կանխատեսվում են կամ գուցեև քննարկման փուլում են, բայց ինչպես գիտեք, ժամանակավոր կառավարչի նշանակումից հետո անհամեմատ եւ շատ նշանակալի խնայողություններ են արվել, որոնցով հնարավոր է գոնե թե իրականացնել ներդրումային ծրագրերի մի հատվածը, մինչև որ կկարգավորվի այն process-ը, որ ընթանում է, մինչև որ կորոշվի կառավարման ձևաչափը, ըստ այդմ ներդրումային ծրագրերի աղբյուրն էլ հայտնի կդառնա արդեն դրանից հետո։ Շատ լավ, վթար ահազանգ վերականգնում մի խոսքով այս շղթան վթար եղավ մեր թաղամասում, ես զանգում եմ հետ, ինձ պատասխանում են Երևանից, չէ, այդպես է, չէ, մինչև հասնում է ձեզ խնդրի մասին տեղեկությունը, այս ժամանակահատվածը որքանով է արդիականացվել եւ կրճատվել, մինչև խնդրի լուծումը։ Խնդիրներից մեկը նաեւ դա է։ Ես շատ քիչ աշխատելուց հետո ինձ համար պարզ դարձավ, որ մեր քաղաքացիներից շատերը անգամ չգիտեն ինչ հեռախոսահամարով կարելի է զանգահարել վթարի դեպքում։ Այո։ Ինձ համար դա շատ զարմանալի էր եւ իհարկե առաջին իսկ հնարավորությունը սոցիալական հարթակներն են, որ փորձեցինք իրազեկել մեր բնակիչներին, թե վթարի դեպքում ինչպես կարող են կապ հաստատել մեզ հետ։ Եվ այդ կապը ոչ միայն փորձեցինք պահել թեժգծի միջոցով, որը որ Երևանում են պատասխանում, այդ կապը փորձում ենք ապահովել օպերատիվ շրջիկ խմբերի հեռախոսահամարներով, որոնք որ էլի հանրայնացված են եւ արդեն
ձնագնդի էֆեկտով կարողանում ենք տեղ հասցնել բնակիչներին, այսինքն բնակիչներն ավելի կարճ ճանապարհով իրազեկում են խնդրի մասին եւ բնականաբար ավելի արագ արձագանքման արդյունավետությունը ավելանում է։ Կան չգրանցված միացումներ, ծանոթով հարց լուծելու կամ խնդիրը արհեստականորեն ձգձգելու այսպես դրվագներ։ Զրոյական հանդուրժողականություն ունենք նման մոտեցման համար։ Իմ գործելավոճում հստակ դրված է համահավասարության սկզբունքը։ Մարդը բարձրագույն արժեք է, մենք ծառայում ենք բոլորին համահավասարապես։ Մեր ժողովուրդը պիտի զգա, որ այո, հետ ծառայում է ժողովրդին եւ հասարակության մեջ, հանրության մեջ որևէ մեկը որևէ արտոնություն չունի կապված անձնական կապերով, կամ կապված տնօրենի հետ մոտիկության չափով, կանգնած կապված ծանոթ բարեկամ ունենալու, մեզ մոտ աշխատող կամ չունենալու հետ կապված։ Լավ է, որ մեր հարցազրույցը տևական ժամանակ անց է, ես կարող եմ շատ վստահ եւ ապացուցելի ու գործուն քայլերով դա ասել, որովհետեւ համահավասարությունը ինձ համար շատ սկզբունքային է եւ իմ թիմի, իմ աշխատակիցներից բոլորը գիտեն, որ բոլորին, անկախ մեզ մոտիկ կամ հեռու լինելուց, ծանոթ կամ անծանոթ լինելուց, ցուցաբերում ենք նույն վերաբերմունքը հոգատարությամբ, ջանացավությամբ, խնդրին հետևողական լինելով։ Իսկ գնային քաղաքականությունը վերանայել եք։ Ասենք զրոյից նոր կառույց է, մարդը ուզում է հոսանք քաշի։ Գնային քաղաքականության մասով ժամանակավոր կառավարիչը վարչապետի հետ հարցազրույցի ընթացքում նշեց, որ հնարավոր տարբերակներ կան նրանք իջացնելու, նոր բաժանորդ դառնալու, անգամ թվեր հնչեցվեցին նման բարձր մակարդակով եւ լիահույս ենք, որ դրանք մոտ ապագայում արդեն տեսանելի կլինեն, խոսքը գնում է 30-ից մոտ 40% գնեչեցման մասին, դրանք լուրջ հաշվարկների հետևանքներ են, որոնք այս պահին ընթացքի մեջ են, բայց վստահաբար ասում ենք, որ հնարավոր է եւ առաջիկայում կունենանք այո։ Կարող եք ասել, ինչքան է հիմա էլեկտրաէներգիայի կորուստը, թեկուզ ձեր մասնաճյուղի դեպետ մասնաճյուղի կտրվածքով։ Կորուստները տատանողական են, դե ամեն ամիս տարբեր են լինում, հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված 7% սահմանաչափ կա, որը իրականությանը չգիտենք դեռ համապատասխանում է, դեռ չի համապատասխանում։ Ամեն դեպքում փորձում ենք իրական դաշտ բերել այն կորուստները, որոնք որ կարող ենք ունենալ, որովհետև նման ցուցանիշը, ինչպես արդեն բազմիցս ասվել են, համեմատելի է եվրոպական մի շարք զարգացած պետությունների ցուցանիշների հետ եւ ենթակառուցվածքի այսքան մաշված եւ հնեցված լինելու պարագայում դժվար թե այս կորուստների ցուցանիշը իրատեսական լինի, աշխատում ենք այդ ուղղությամբ 7 մի քիչ ավել, մի քիչ պակաս կորուստներ ենք ունենում, ու փորձում ենք լավարկել կամ ավելի շատ իրատեսական դաշտ բերել։ Պարոն Հովսեփյան, հուսամ այս հարցին ավելի անկեղծ կպատասխանեք, իհարկե մինչև հիմա էլ այդպես էր, կան գոնե Վանաձորի կտրվածքով լավ արտոնյալ սպառողներ։ Տիգրան Ավետիսյան, չեմ կարծում, որ ինձ ճանաչող որևէ մեկը մտածի, որ հնարավոր է ես որևէ մեկին արտոնություն տամ կամ հանդուրժեմ, որ ինչ որ մեկը արտոնյալ կարգավիճակ ունենա։ Կան խնդրահարույց բաժանորդներ, որոնք որևէ ենթախմբի մեջ ամեն դեպքում դիտարկելի են, անապահովության ինչ որ խավի մեջ ներգրաված մարդիկ են, որոնց հետ փորձում ենք գոնե թե մարման գրաֆիկներ կազմենք, որ հնարավորության դեպքում մասնակի մարումով վճարեն էլեկտրաէներգիայի սպառած, հոսանքի սպառած վճարները եւ գումարները, բայց արտոնյալ հասկացողություն չկա եւ չի կարող լինել, իսկ այն հաճախորդները, այն սպառողները, ովքեր որ դասվում են այդ խմբին, իրանց այդ աշխատանքներ տարվում են։ Այսինքն եղել են այդպիսիք, արդեն հայտնաբերել եք։ Կան, ունենք ցուցակներ, այո, ունենք ցուցակներ, որոնք որ հոսանք ունեն, չեն վճարել հոսանքի համար եւ շարունակում են օգտվել հոսանքից, բայց այդ ցուցակների վրայով բարբերաբար անցնում ենք, աշխատանքներ տանում ենք եւ հուսանք մի օր այդ ցուցակն այլևս կզորանա։ Իսկ երբ եք պատրաստվում հրապարակել անուններ։
Անունների հրապարակման կարիք կարծում ենք չի լինի, ավելի շուտ կլուծենք այդ խնդիրը, որովհետև հրապարակումը կարծում եմ լուծման տարբերակներից մեկն է, բայց ոչ կարևորը։ Կարևորը կոմունիկացիան է, որ պահում ենք իրանց հետ, խնդիրները վեր ենք անում այդ մարդիկ, ովքեր վճարունակ չեն, կամ կան ընտանիքներ, որ հաշմանդամություն ունեցող ընտանիքի անդամներ ունեն եւ դժվար է իրանց համար լուծել այս կոմունալ կենցաղային խնդիրները, դրա համար մոտեցումը մի քիչ այլ է։ Ես իրենց մասին չէ, ես ավելի շատ, այսպես ասած, հարուստների, չաղ ու բախտավոր մարդկանց մասին եմ հարցնում։ Չկան այդ ձևի բաժանորդներ, չկան այդ ձևի հաճախորդներ, չկան այդ ձևի սպառողներ, որ կոնտեքստում ուզում եք նայեք, չկան այդ ձև մարդիկ, որ որոշեն, որ չեն վճարելու կամ լինելու են արտոնյալ։ Բոլորը վճարում են, բոլորը պետք է վճարեն, սկզբունքը համահավասարությունն է, ինչպես ասեցի, չի կարելի թոշակառուից մնացածից պահանջել կամ հսկիչի մակարդակով զգուշացնել, որ գիտեք, անպայման ձեր հոսանքը կանջատվի, իսկ ձեր վերոնշյալ անձանց հսկիչը անգամ վախենա մոտենա, որ ասի ձեր հոսանքը կանջատվի։ Փոխվել են այդ մոտեցումները եւ իրանք հստակ գիտեն, որ չէ, որ շատերը գործարքի մեջ են մտել հենց հսկիչների հետ, հնարավոր է արդյոք ձեր թիկունքում ձեր աշխատակիցները այսպիսի գործեր անեն։ Չեմ կարող ասել հստակորեն, բայց հստակ կարող եմ ասել մի բան, որ նման հսկիչները կամ նման աշխատակիցները, ովքեր կփորձեն թիկունքի հետևում որևէ կուլիսային համաձայնության գալ, որևէ անօրինության հետ, հստակ գնահատականի կարժանանան, միանշանակ, որովհետև չի կարող լինել հանդուրժողականություն անօրինականության հետ, չի կարող լինել հանդուրժողականություն այդ խնամի ծանոթ բարեկամական հարաբերությունների մեջ։ Դրանք հիմնականում իրենցից ծնում են այլ արատավոր երևույթներ, ինչպիսիք են հավելագրումները, ինչպիսիք են նաև այլ խախտումներ կոծկելը, որովհետև մի խախտումը ինքն իրենով չի սահմանափակվում, տրամաչափորեն նաև բաժանվում է մնացած այլ գործառույթների վրա։ Բոլորը դրա մասին գիտեն, որ դրա հետ չկա կոմպրոմիս, եւ նման մարդիկ ուղղակի մեծ հետ անցնելու ճանապարհ չունեն։ Իրանք դրանք հստակ գիտեն։ Որքան հասկացա, կադրային ջարդ չեք կարել, բայց բնական այսպես process է գնում նաև մաքրվելու վատ կադրերից, ոչ այն մարդկանցից, ովքեր չգիտեմ ու մորոք են ընդունվել աշխատանքի, կարծես թե հասկացա ձեր սկզբունքը ավելի շատ մասնագիտական կարողություններն են, հա? Կադրային ջարդ չէր կարող լինել, որտեվ ի սկզբանե պարոն Պետրոսյանը ժամանակավոր կառավարիչ նշանակվելուց հետո նաև ասեց, նաև դա սկզբունք է, որ տրամաբանորեն նաև մենք ենք շարունակում այդ սկզբունքով աշխատել եւ լինելով մի քաղաքական թիմի անդամ, ով ամբողջ օրը իր գործունեությունը ձևավորում է նրա շուրջ, որ ստեղծվեն նոր աշխատատեղեր, չեն կարող գալ, ղեկավարել մի կառույց եւ իրականացնել կադրային ջարդ, չմտածել ով այդ աշխատողների, աշխատատեղերի կամ աշխատանքի մասին։ Դրա համար բացառում ենք կադրային ջարդը եւ բացառել ենք ու անցել ենք այդ փուլը։ Մասնագիտական առումով, այո, շատ կարեւոր են հենց մասնագետները եւ մասնագիտացումը, որը որ ես ամեն դեպքում համակցում եմ մարդ տեսակի հետ, որովհետև ինձ համար շատ կարևոր է նամանավան նման կառույցում, ռազմավարական նշանակություն ունեցող կառույցում շատ կարևոր են մասնագիտական հմտությունները համակցված մարդկային լավ արժեքների հետ։ Եվ ամենացավոտ հարցը բոլորիս համար, առավելապես ձեր աշխատակիցների, աշխատավարձերի հարցը, գաղտնիք չէ, որ ոչ ղեկավար կազմում դրանից մի քայլ ներքև արդեն շատ ցածր են եղել աշխատավարձերը։ Ցավոտ թեմա է, քանի որ երբ սկսում ես պահանջատիրական դիրքերից որպես վերադասություն պահանջել մարդկանցից այնպիսի աշխատանք, որոնք որ շատ ծանր են, որոնք որ ժամային գրաֆիկ չեն ճանաչում, որոնք որ եղանակային պայմաններ չեն ճանաչում եւ ընդունում, ամեն դեպքում եւ նայել տեսնել ինչքան են այդ մարդիկ վարձատրվում, պահանջածն ու տվածը ընդհանրապես որևէ աղերս չունեն իրենց հետ։
Ինչպես եք պատրաստվում լուծել այս ամենացավոտ խնդիրը։ Գոնե թե կարճաժամկետ լուծում ժամանակավոր կառավարչի առաջարկով մեր բոլորի համաձայնությամբ եղավ այն, որ 200,000 դրամ համախառն եկամուտ ունեցող աշխատակիցներին, մինչև 200,000 դրամ համախառն եկամուտ ունեցող աշխատակիցներին, այսինքն ներառյալ հարկերը, վերադասությունը ժամանակավոր կառավարիչը տնօրենները եւ մասնաճյուղի տնօրենները պարգևավճարներ չստանան եւ այդ պարգևավճարները բաշխվեն այն աշխատակիցների միջեւ, ովքեր ստանում են նշված ցուցակից ցածր։ Հարցը կարճաժամկետ լուծում է, մինչև հնարավոր կլինի դրույքաչափերի փոփոխություն իրականացնել, այսպայն այդ իրավասությունը գտնվում է խորհրդի ենթակայության տակ եւ հնարավոր չէ դրույքաչափ փոխել։ Կարճաժամկետում որոշեցինք այս մոտեցումը տանք եւ այս մոտեցումը կշարունակենք այնքան ժամանակ, քանի դեռ չենք կարողացել բարձրացնել աշխատավարձերը։ Աշխատավարձերի եւ պարգևավճարների պարգևատրումների մասով էլ վերանայումներ մտցրել եմ, իհարկե, կրկին արդարության եւ համահավասարության սկզբունքով պարգևավճարը հենց ծառայեցնելով բարի բուն նշանակությանը։ Պարգևատրվում են մարդիկ, ովքեր հավելյալ աշխատանք են արել, ծանրաբեռնված աշխատանք են արել տվյալ ամսվա համար, խնդիր են լուծել, հոգատարություն են ցուցաբերել, ավելի նվիրվածություն, եթե կարելի է դա գործուն ձևով տեսնել, գործնական քայլերով։ Այդ մոտեցումները փոխվել են եւ մեր մոտ աշխատողները գիտեն, որ եթե իրանք աշխատում են ավելի շատ, ավելի ջանացավոր են, կպարգևատրեն ավելի շատ եւ դրա գնահատականը դրամական առումով կլինի այդպեսին։ Փոփոխություններ են եղել նաեւ արտաժամի աշխատանքների մասով։ Նախորդիվ չի եղել մի աշխատակից, որ աշխատի արտաժամ եւ ստանա դրա համար վճար։ Բոլորը հիմա աշխատանքային ժամանակից դուրս աշխատելով արտաժամ ստանում են զեկուցագրերը ներկայացնում են, հաշվապահություն են ներկայացնում եւ վճարվում են հավելյալ արտաժամ աշխատած ժամանակահատվածի համար։ Հավաքագրումները ավելացել են, թե նույնն են։ Հավաքագրումները պահպանվում են, խնդիրները իհարկե վեր են հանվել, բայց այդ հավաքագրումների մասով կարծում եմ նորմալ հնդածս գնում է, որովհետև ամեն դեպքում բոլորն էլ խուսափում են անջատումներից, դրա համար գույքագրումները ժամանակին ավարտվում են, տենց խնդիրներ շատ չենք ունենում այդ առումով, նորմալ ընթացք ունեն։ Պարոն Հովսեփյան, շնորհակալություն, որ եկաք մեր տաղավար հարցազրույցի։ Հուսամ այս հարցազրույցը եւ մեր հանդիպումները կդառնան ավանդական, կարծում եմ մեր քաղաքացիներին իսկապես հետաքրքրում է մեր սպառողներին եւ նորամուծությունները եւ ռեֆորմները ոլորտի եւ նաեւ այն, թե ինչ եք ասում դուք աշխատավարձ եւ վերջապես մեր քաղաքի մի ստվար հատված բնակչության հենց ձեր ոլորտի աշխատողներ են կամ ընտանիքի անդամներ։ Ձեզ հաջողություններ եմ մաղթում։ Կարծում եմ մեր հաջորդ հանդիպմանը ավելի լավ լուրեր կունենանք, հա։ Շնորհակալ եմ ձեզ։ Կուրախացնենք ձեզ լավ լուրերով։ Աշխատում ենք ամեն օր, գոհացնենք մեր ժողովրդին, մեր սպառողների գոհունակությունը մեզ համար շատ կարևոր է։ Շնորհակալ եմ նաեւ ձեզ։ Իսկ ես հիշեցնեմ մեր հեռուստադիտողին, որ տաղավարում հյուրընկալել էինք Հայաստանի էլեկտրացանցեր փակbaşնետիրական ընկերության դեբետ մասնաճյուղի տնօրեն Տիգրան Հովսեփյանին։ Կհանդիպենք։